Սերժ Սարգսյանը խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանի մասին, ասել, որ նրան թշնամի չի համարում, ապրիլի 24-ին էլ ասել էր, որ հանգիստ թողեք նրան։ Ստացվում է, որ այդ ամիսներ շարունակ տևող միմյանց թիմերի միջև փոխհրաձգություն արհեստական էր։ Չգիտեմ, ինձ շատ չի հետաքրքրում, կարծում եմ շատ մեզ էլ չի հետաքրքրում, ժողովրդին էլ շատ չի հետաքրքրում, բայց ոնց կարան իրանք լինեն թշնամի, օրինակ միասին մարտի 1 անելով, մեկը վարչապետ, մեկը նախագահ այդ պահին, դրանից առաջ մեկը նախագահ, մյուսը պաշտպանության նախարար, տարբեր այլ պաշտոններ զբաղեցնելով եւ այդ տարիների սեփականության վերաբաշխումը, մարդկանց կուլակա, այսինքն բանը ունեզրկումը, ինչ որ բիզնեսներ խլելը, տարբեր փայեր մտնելը, այդ ամեն ինչը միասին են իրենք արել, ոնց կարան իրանք լինեն թշնամի, այսինքն բնականորեն նրանք չեն կարող լինել թշնամիներ։ Ուրիշ բան, որ կարողա թիմերի անդամները ինչ որ բաներ ունեն կիսելու իրար մեջ, դες փորձում են իրար կծմծել, այսպես ասած, բայց լուրջ չէ էլի այդ ամենը։